որպես բլոկի ղեկավար իմ աշխատակազմի հետ միասին, որոշներ անգամ թերի են արվում, մի քանի օրինակով ձեզ ասեմ, որսի պատկերացնեք, թե ով էր ավելի լավ պայքարում այս երևույթի դեմ։ Ձեզ չեմ ներկայացնում, դուք ինձանից լավ գիտեք, մենք ոնց ենք պայքարել, պարոն Աղինյանը ժպտաց որպես համաձայնության նշան եմ ասում, դուք բոլորդ լավ գիտեք, անգամ իմ դաստիարակությանը եւ ընտանիքին ոչ հարիր բաներ են կպցնում, ինչ թե ես ինչ եմ ասել մեր աշխատակիցներին հավելագրում կատարելու կամ կիլովատ վաճառելու առումով, անգիր գիտեք, ես մեր ժողովրդին եմ դիմում, թե մենք մեր ձևով ինչպես էինք պայքարում այս երևույթների դեմ։ Նախ առաջինը հաշվի առնելով, որ կառավարիչը պաշտոններում նշանակել են մարդկանց, որ բացարձակ կոմպետենտ չեն, ամենայն հարգանքով այստեղ անձնական խնդիր չունեմ ես, նամանավանդ իմ տեղը նշանակված գործընկերոջ հետ, բայց չեն հասկանում ինչ է նշանակում կորուստ։ Կորուստ հարգելի հայրենակիցներ, դա նշանակում է մի կողմից հավելագրում, այսինքն ինչ որ մեկի վրա ավել, այսպես չծախսած կիլովատ գրել, մյուս կողմից հայտնաբերել այն երևույթները, որոնք հավելագրման հետևանք են, այսինքն եթե կատարվում է հավելագրում, բնականաբար այդ հավելագրումը ինչպես սիրում են նշել կառավարիչը առանց հիմնավոր որևիցե բացատրության մոնետիզացվել է։ Հիմա մոնետիզացման դեպք որպես այդպեսին ինձ հայտնի չի, ամենայն դեպս գլխամասի մակարդակով, մնացած մակարդակներով էլ եթե հայտնի է, ամենայն դեպս ես չեմ ցանկանում այսպես բանավոր քաղաքական հայտարարություններ լսել, ես ցանկանում եմ տեսնել քրեական գործ, ցանկանում եմ տեսնել ում հետ այդ դա մոնետիզացվեց, չգիտեմ, եւ այլն։ Հիմա մենք ինչ ենք արել, մենք զսպել ենք, այսպես ասած կորուստը երկու ճանապարհով։ Հանձնաժողովը դա անգիր գիտի, ուզում եմ մեր ժողովրդի իմանա։ Մենք երբ որ գտել ենք հավելագրում, խնդիրներ, մենք հաջորդ քայլով հենց այդտեղ փնտրել ենք նաեւ այդ դրա արդյունքում առաջացած կիլովատը, որը պետք է վաճառվի։ Դա հաստատելու հետ կապված, ուրեմն միայն մի մասնաճյուղում մենք հայտնաբերել ենք դեպք հենց անցած տարի 24 թվականին մոտավորապես 140-ից 160 հազար կիլովատ այդպես ասած մոնետիզացվում էր։ Հիմա կարող է հարց առաջանալ, ինչու չենք մենք դիմել նախաքննական մարմիններին, մենք մեր հնարավորություններով վերականգնել ենք, պատժել ենք աշխատակիցներին, որի արդյունքում այդ խնդիրը վերացել է եւ համապատասխան մասնաճյուղում տեղի ունեցել կորուստի նվազում, այսինքն այդտեղ եղել է իմ ասած երկու խնդիր է, եւ մեկը եւ մյուսը։